Եկեք մենք Գորբաչովյան ժամանակահատվածից գանք 85 թվականից, երբ որ կոոպերատիվ շարժումը սկսվեց, այդ ժամանակ բավականին ազատականացվեց, բավականին մեծ շուկա կար, դա 300 միլիոնանոց շուկա էր, ամբողջ սովետական միության շուկան, ու բավականին դինամիկ զարգանում էր տնտեսությունը։ Ցեխավիկ էին ասում։ Չէ, ցեխավիկ ասում էին մինչև 85 թվականը, երբ որ դեռ Գորբաչովը չկար, սովետի ժամանակ, հետո սովետի ժամանակ, երբ որ Գորբաչովը եկավ, եթե հիշում եք, գլասնես եւ մնացած ամեն ինչ, եւ դրանից հետո 85 թվականին թույլ տվեցին կոոպերատիվ կազմակերպություններ գրանցել աշխատել։ Ես կարծում եմ լավագույն տարիներն են եղել, ինչու որովհետեւ դրանից հետո երբ որ անկախացավ նոր անձերի հայտ եկան, այդ անձերը երբ որ հայտ եկան, այդ 90-ականներին ես այդ քննարկումն ունեցել եմ որոշակի քաղաքական բարձրաստիճան մարդկանց հետ, ասել եմ սովետ եք մտածում, բայց դուք գնում եք շուկայական երկրի, բոլորը մտածում են թե իրանցից ինչ-որ բան է կախված, պետք է մարդկանցից բան կախված չլինի, ուղղակի պետք է օրենքները այնպեսին անեք, որ մարդիկ բոլորը ուզենան ստեղծեն, աշխատեն։ Հետո 80-ականների վերջին մենք ունեցել ենք կազինո, բավականին մեծ գումարներ ենք վաստակել, այդ գումարները հետո ներադրվել բանկային համակարգ, ներադրվել արտադրությունների, ներադրվել ծառայությունների, այնպես որ այդ 90-ականները իհարկե մենք որպես տնտեսական ընտանիք միշտ ուզեցել ենք խուսափել ենք կոնֆլիկտներից, ուզեցել ենք, այսպես ասած, մեր գործունեությունը ծավալել։ 90-ականներին իշխանությունը դες օգնում էր։ Ոչ, ընդհակառակը, դա առաջին իհարկե այդ ժողովրդավարական իշխանությունները մի քիչ ուրիշ ձև են լինում, հետո մենք մի բնավորություն ունեինք ընտանիքով, որը ծնողից էր գալիս, որ ոչ մեկ պետք է մեզ այդ փայ չլիներ, մենք ենք ստեղծում, մենք էլ պետք է այդ ստեղծածի գլխին լինենք։ Դրա համար էլ կոնֆլիկտները շատ ավելի մեծ էր լինում։ Իհարկե պետություններ տարբեր առիթներով, եթե լինում էր դիմումներ, եթե լինում էր, այսպես ասած, նեղ վիճակ պետության այս կամ այն օղակին, իհարկե մենք մեր ձեռը մեկնում էինք, օգնում էինք, ֆինանսավորում էինք, շատերի մասին տեղյակ էին լինում, շատերի մասին տեղյակ չեն լինում, եւ հասարակությունը, եւ մամուլը, եւ մնացածը։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնանք այս օրերին, հա, տնտեսության առումով։ Եթե ուզում եք, կարող եմ շատ թվեր ասել, որտեղ վերջի 7-8 տարին բավականին ֆանտաստիկ աճեր ունենք։ Եթե ուզում եք, օրինակ վերցնենք, ինչ է նշանակում ավանդ։ Ավանդ նշանակում է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ տնտեսական միավորների գումարները, որոնք որ գտնվում են բանկում, դա խնայողություններն են, կամ այդ պահին այդ գումարը տնտեսվարողներին պետք չի, կամ ինքը նպատակարար է գտնում հանձնի բանկին, որպեսզի դրանից տոկոս ստանա եւ ֆիզիկական անձեր են հանձնում։ Եթե ուզում եք, ես դինամիկան բերել եմ, որ ձեզ ցույց տամ։ Եվ մի բան եմ ուզում ասեմ, այս պահին 20 միլիարդ դոլարի չափ վարկային պորտֆել կա, հիմա 20 միլիարդ դոլարը ամեն տարի հնարավոր չի, որ թեկուզ 10% աճ չտա։ Միայն 19-ից 20-ի դեպքում է, երբ որ մոտապես մի 50 միլիարդի տարբերություն է տվել, ավելի նվազել է 20 թվականը, բայց 17 թվականին եղել է 2 միլիարդ 555 2 տրիլիոն 255 միլիարդ։ 18 թվականին եղել է 2 միլիարդ 2 տրիլիոն 840 միլիարդ։ 19 թվականին եղել է արդեն 3 տրիլիոն 477 միլիարդ։ Ուզում եմ ես հիշեն մարդիկ։ 20 թվականին եղել է 3 տրիլիոն 564։ Երբ որ մենք սկսում ենք արդեն տրամադրված վարկերով ենք նայում, 22 թվականին եղել է 4 տրիլիոն 115, 23 թվականին 4 տրիլիոն 911, 24 թվականին եղել է 6 տրիլիոն 179։ Նշանակում է մոտավորապես 1 տրիլիոն 200 միլիարդի չափ միայն 23-ից 24-ի զարգացումն է եղել։ Եթե մենք այդ 1 միլիարդը դնենք 4-5 միլիարդի վրա, 20%-անոց աճ ունեցել։ Հիմա եթե մենք 20 միլիարդ ունենք, ամեն տարի 20%, 17%, 16% աճտա չի կարա դա տնտեսության վրա չազդի, չի կարա աշխատատեղերը չշատանա, չի կարա ավելի կայուն տնտեսություն չլինի, չի կարող ավելի շատ արտահանվել, կարտահանվի ավելի շատ աշխատավարձ կլինի, ավելի շատ աշխատատեղեր կլինի։ Բանկերը ֆինանսավորում են բիզնեսը։ Այո, բացի այդ կա միջազգային դոնորներից բերված գումարներ, որոնք հնարավոր է այստեղ արտացոլված չի, կամ որ դրսի ներդրողներ են, որոնք որ նույնպես այստեղ չկա, այդ դրսի ներդրողները բերում են մասնավոր, դրա գնահատականը պետք է կարծում եմ, երբ որ արհեստական ինտելեկտը կթվայնացնեն, դրանք էլ կունենանք։ Հիմա սա չի կարա զարգացում չափահովի, որովհետև ես կարծում եմ, այստեղ ամենաշատը որ այսպիսի մենք դինամիկա ունենք, զարգացում ունենք, դա ազատականացումն է, շուկայական ազատ տնտեսությունն է, որ մենաշնորհներ չկան, ազատ է։ Այսօր իշխանությունը չի խառնվում բիզնեսին։ Ոչ, ընդհակառակը, ավելի շատ չխառնվելով, մեկ պետք է լինում, որ խառնվի, որ ավելի բալանսավոր է, դա էլ չեն խառնվում։ Կարծում եմ կգա պահ մի քիչ ավելի խորը կսկսեն այդ ուղղությամբ։ Օրինակ նայեք, հիմա Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարում, ուզում եմ սա նույնպես հնչեցնեմ։ Վերցնենք Հրազդանում լավ գիտեք, որ դատաբեյս է կառուցվում, տվյալների կենտրոն։ Տվյալների կենտրոնը արդեն հենց տվյալների կենտրոնի տերը անվանում է դա արհեստական ինտելեկտի գործարան, ինքնացում է դա
ֆաբրիկա է։ Հիմա այդ գործարան անվանեն կամ տվյալների կենտրոնը, որը որ կառուցում է, միայն 250 մեգավատ էլեկտրաէներգիա է ուզել։ Դուք գիտեք, որ Հայաստանը էներգիայի ավելցուկ ունի։ Այդ նշանակում է, որ չի կարող կառուցվածքում փոփոխություն չլինի 1 տարվա մեջ։ Այդքան էլեկտրաէներգիայի դիմաց 365 օր վճարելու են։ Նշանակում է կառուցվածքը փոխվելու է, էներգետիկ համակարգը ավելի էժան էլեկտրաէներգիա ունենալու, որովհետև այդքան գումար վճարելու են։ Այդ գումարը վճարվելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ այդ համակարգը, որ աշխատելու ամբողջ աշխարհն է օգտվելու այդ համակարգից, ամբողջ աշխարհն է գումար փոխանցելու։ Պարոն Սարգսյան, ես հարցեցի նաև Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Իրանք էլ են ասում, որ օրինակ Քոչյանն էլ ասում, որ մեր ժամանակ թռիչքային աճ կար։ Նայեք, 90-ականներին արդեն MPC գործողություններ էր եղել, որ հնարավոր էր այդ աճը տալ, միջազգայիններից գումարներ էին բերել, որոշակի այսպես ասած արդեն 90-ականների այդ անկումից, այդ լույս չլինելուց, էլեկտրաէներգիա չլինելուց, տնտեսությունը ծանր վիճակում լինելուց հետո որոշակի վարկային ծրագրեր եղավ, որոշակի ներդրումներ եղավ, դրանք պետք է ընթացքում իրանց արդյունքը տային։ Հիմա վերցնենք 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, դրանից հետո նայում ենք դինամիկան միշտ զարգացել է։ Ինչի, որովհետև ինչ-որ մի բազա եղել է։ Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը փոխել է ամեն ինչ։ Իհարկե պետք է դինամիկաներ, բայց եկեք հիմա ես անկեղծ ասեմ տարբերությունը։ Եթե այդպես է, դուք ուզում եք Ռոբերտ Քոչյանի ժամանակները, հա որ թվականը ամենալավագույնը եղել է, երբ որ ինքը հրաժարականատվել երբ է 2008 թվականին։ 2008-ը չունեմ, 9 ունեմ, 717 միլիարդ է միայն ու միայն եղել։ Այդ նշանակում է 10 անգամ քիչ եղել, չի կարա այդպես դինամիկա։ 717 միլիարդ է եղել։ Բյուջեն։ Ոչ, տրամադրված վարկերը։ Վարկերը։ Այդ նշանակում է դրա գեներացիան ինչ պետք է լիներ։ 717 միլիարդն ինչ է։ Էլ չեմ ասում, այդ ես ամենավերջի տարին, երբ որ արդեն Քոչյանը չի։ Չունեմ 2008 թվականը, կարող ավելի քիչ էր, 2007-ը ավելի, 2005-ը ավելի, բայց 717 միլիարդը ուր 7 տրիլիոնը ուր, կամ 7 տրիլիոն 700-ը ուր։ Այդ ինչ ասել, օրինակ ոնց կարող եք համեմատել։ Բիզնեսի համար շատ կարևոր է պետության վերաբերմունքը։ Պարոն Սարգսյան, մաքսային, հարկային դատարանը եւ այլ ուժայիններ շատ ակտիվ մասնակցում էին բիզնեսի ձևավորմանը։ Նախկինում։ Հիմա չկա շատ ուշադիր են, շատ խիստ է։ Իսկ նախկինում դա միֆ չի, որ տենց է։ Երկրի առաջնորդը բավականին խիստ է, հետևում է, դուք ինքներդ տեսակ նոր պետական գնումների մասով նոր օրենք բերվեց, որով որ արգելվում է ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյանի հետ որևիցե փոխկապակցված անձ իրավունք ունենա միջով անգամ մասնակցի այս կամ այն մրցույթին տենդերին։ Սա ֆանտաստիկ լավ հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ես նկատի ունեմ այդ ուժային կառույցները այսօր չեն մասնակցում որևէ խնդրի լուծմանը քաղաքական։ Ոչ, ուժային կառույցները ինչ իրավունք ունեն, դա մեծ աղմուկ կբարձրացնեն, ես էլ կբարձրացնեմ, բացառված է։ Ուժային կառույցները բոլորը իրենց տեղում են, իրենց ֆունկցիաներն են կատարում, ոչ մի անգամ իրենց գլուխը այլ տեղեր չեն մտցնում, չեն էլ ես կարծում եմ չեն էլ երազում։ Որտեղ գիտեն որ քաղաքական համակարգը, լսեք, ամենակարևորը քաղաքական կամքն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության առաջնորդը այդ խիստ քաղաքական կամքը դրել է եւ մնացած տեղերում էլ է դա երևում։ Ինչի հաշվին մեր համախառն ներքին արդյունքը կրկնապատկվեց։ Միայն ու միայն ազատականացման արդյունքում, միայն ու միայն վստահելու արդյունքում, միայն ու միայն մարդիկ արդեն տարբեր տեղերից այդ գումարները հանեցին եւ տարբեր երկրներից սկսեցին ներդնել Հայաստանում։ Երբ որ ասում եք ազատականացման, դա ինչ նշանակում, որ այլևս չինովնիկը կաբինետում չի որոշում, միայն չինովնիկը չէ, նախարարինը չինովնիկը չի կարա, որտեղ նա դատի կտա, երկրորդը կարա մեծ աղմուկ դուրս գա չինովնիկը իր պաշտոնը կորցնի, երկրորդը մենաշնորհներ չկան, այս կամ այն պաշտոնյայի բարեկամը կամ այս կամ այն պաշտոնյան ոչ միտեղ, այդպես ասած բիզնեսի իրավունքներով չի օժտված։ Դուք որ ասում եք չունի այդ բիզնեսը։ Բիզնես դաշտը ընդունում է այս զգում այս խաղի կանոնները։ Կարծում եմ զգում է, դուք էլ կարող եք հարցում անել, կարող են հիմա հարցում անել, լրատվականները հարցում անեն, ես կարծում եմ այո, որտեղ հազարավոր մարդիկ ինձ հետ խոսում են տարիների ընթացքում, բոլորն էլ գոհ են։ Իհարկե տարբեր դեպքեր են լինում, որ մարդիկ ներկայացնում են դեպքը, խորանում ես, տեսնում ես, չէ, էլի որոշակի սովետ կա այդ մարդու մեջ, բայց մեծ մասը 90-ից ավել տոկոսը բոլորն էլ ասեն, որ ճիշտ ճանապարհով է գնում Հայաստանը։ Ինչով է Հայաստանը գրավիչ։ Դա քաղաքական ներդրում է նաև, թե Հայաստանը իրոք այդպես գրավիչ է։ Նախ առաջինը քաղաքական կամքն է, երկրորդը ես կարծում եմ մեր ժողովուրդն էլ շատ լավ ժողովուրդ է։ Հյուրերի նկատմամբ բավականին մարդասիրական է, շատ ընկալելի է։ Դա բոլորն են ասում, որ Հայաստանը լավն է, սնունդ է։ Բայց այստեղ երբ որ դուք անդրադարձաք, ես մի կարծիք ունեմ հայտնել, ուզում եմ հնչեցնեմ, եթե կարելի է հնչեցնեմ։ Հիմա նայեք, մենք գործիքներ ունենք, որոնք որ չի օգտագործում։ Ես այսօր այս պահին ուզում եմ կոչ անեմ մեր Սփյուռքին։ Եթե Սփյուռքում 1 միլիոն մարդ օգտվում է սոցիալական հարթակներից, այդ 1 միլիոն մարդը
Եթե Հայաստանի Հանրապետության մասին երաժշտությունը, տեսարժան վայրերը, մեր ապրանքները, մեր երկրի տեսքը, մեր երկրում ինչ կարգի ժողովուրդներ են ապրում, ինչ պատմություն ունենք, մեր եկեղեցիները, դրանք կարողանան մեր 1 միլիոն սփյուռքի ժողովուրդը տեղադրի իրենց պատերում, ես մի հատ հաշվարկ ունեմ, եթե ուզում եք դա ասեմ, հնչեցնեմ, որ սփյուռքից էլ ոչ թե դրանով զբաղվեն, այլ 1 միլիոն հայ համակարգված ներկայացնի Հայաստանը սոցիալական հարթակներում, մեդիայում։ Ուրեմն այդ 1 միլիոն մարդից դառնում է 400 միլիոն пассив նայող։ Դրանից հետո սա մասնագիտական վերլուծություն արվել։ Իրական տեսանելիությունը կլինի 80-ից 100 միլիոն մարդ։ Պատկերացնում եք, մեր սփյուռք ուղղակի վերստի Հայաստանի մասին նյութեր դնի կամ պատմի։ Ես միայն ասեմ սոցիալական հարթակներն, չեմ ասում հարևանին մոտ գովա Հայաստանում։ Եզակի լսարանը 30-ից 50 միլիոն է։ Թիրախային միջազգային լսարանը կլինի 5-ից 10 միլիոն։ Դա զբոսաշրջության մեջ մինչև 100 միլիոն դոլար կարա մեր Հայաստանին օգուտ բերի։ Հիմա արժի որ մեր սփյուռքը ամեն օր դրա մասին մտածի։ Վեր կենա ոչ թե այս մի ինգերոջը կամ այն մի ինգերոջը քննադատի, այլ վերցնի ասի ես իմ երկիրն է, որտեղ որ ես ապրել եմ։ Ինչի, երբ որ Հայաստանը հզորանա այդ ձևի, կանգնելու է իրանց մեջքին, որպես հայ մարդու Հայաստանը հզորա լինելու եւ մեր սփյուռքին էլ է պաշտպանելու ամեն ինչում։ Հիմա սա արժեր հնչեցնել, թե չէ։ Պարոն Սարգսյան, այսինքն այսօր, օրինակ, հեսանտրությունները բիզնեսմենը կարա ազատ ֆինանսավորի ընդդիմադիր կուսակցության ֆինանսավորում են, կարողա չգիտեք որ ֆինանսավորում են։ Չգիտեք որ նո այդ այսբերգի գլուխն է։ Ես նկատի ունեմ շարքային բիզնեսմենները։ Իսկ շարքայինից սկսած մինչև այսբերգի գլուխը ֆինանսավորում լինում է, հավաքում են, չգիտեմ ինչ են անում։ Բայց ես ուզում եմ քաղաքական համակարգի մասն էլ իմ կարծիքը հայտնեմ։ Օրինակ այսօր ես որ տեսնում եմ վերջի 30 տարին, որպես ինստիտուցիոնալ քաղաքական մարմին, միայն քաղաքացիական պայմանագիր։ Հանգարց չմտածեք ես, որտեղ ես ներս եղել եմ, մնացած կուսակցությունների հետ եմ շփվել, ԿՊ-ում էլ որպես ես պատգամավոր եմ, բայց ԿՊ-ի անդամ չեմ, ես տեսնում եմ ինչ ինստիտուցիոնալ ռեյտինգային համակարգով, այո, ներքին ընտրությունները, խստությունը բավականին մարդկանց էլ թույլ չտվեցին մասնակցել, որտեղ տեսան, որ ինչ-որտեղ սխալներ են գործել։ Եվ դա ես համարում եմ, որ իդեալական կլինի։ Եթե երկրորդ նման մի կուսակցություն լինի, որ այդ պայքարը լինի, ես շատ երջանիկ կլինեմ ու ապագան մեր ավելի խոստումնալից կլինի։ Այ մեր մոտ այդ թեզի ընկալումը չկա, որ եթե կուսակցությունը ժողովրդավարական է ներսից, նա իշխանության գալուց չի կարող լինի բռնապետական։ Եթե կուսակցության ներսում շեֆը նստած որոշում է ով ոնց եւ ինչ անի եւ որտեղում լինի, նույնը լինելու է իշխանության գալուց։ Լսեք, վտանգված է երկիրը, եթե քաղաքական միավորը այդպեսին է։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս կարգի քաղաքական ուժերը գան ազգային ժողով, թող իրար հետ պայքարեն, բայց այն քաղաքական ուժերը, որտեղ որ ժողովրդավարական սկզբունքներով է տարվում ամբողջ ռեյտինգային եւ մնացած, եւ ժողովրդավարական սկզբունքով է շարժվում առաջ, եւ կարա այլ գաղափարական հենք ունենա։ Գաղափարական հենքը կարևոր է, բայց պետք է միայն ու միայն մտածի ներքին ժողովրդավարություն եւ պետք է միայն ու միայն մտածի Հայաստանի Հանրապետության շահի մասին։ Եվ ցանկացած այլ շահ, եթե այդտեղ խաչվի, ապա պետք է նա 100-րդական լինի, միայն առաջնայինը պետք է լինի Հայաստանի Հանրապետության շահը։ Պարոն Սարգսյան, այ ընդդիմությունը բերում է օրինակ։ Նրանք այս մասը չեն ասում։ Ես հիշում եմ բժնի պատմությունը։ Դուք զբաղվեցիք ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եւ Պետրոս ջան, մի բան եմ ուզում ասել։ Ես զուգահեռ տանեմ ասեմ։ Հիմա այդ զուգահեռը տանում են հեցի հետ։ Ասում են, տեսեք։ Չէ, նայեք, մի բան եմ ես ուզում ասել։ Նախ հեցը ընդդիմադիր մարդը որոշեց ներողությունը, եւ հեցը պետությունը։ Դուք էլ խելացի մարդ եք, հասարակությունը խելք ունի, նախ հեցը դա արտոնագրով թույլատրելի բիզնես է։ Բնական մոնոպոլիա է։ Իհարկե, բնական մոնոպոլիա է եւ դա միայն ու միայն կարգավորում է հանրային ծառայությունները կարգավորող համակարգով։ Եվ դա շատ ժամանակ շատ երկրներ ուղղակի արգելում են չեն տալիս, որովհետեւ այդ հասարակությունն է վճարում, եթե անարդյունավետ աշխատի հասարակությունը, տնտեսությունը այդտեղ տուժվելու է։ Դրա համար շատ երկրներում դա մասնավոր չի, այլ պետական է, կամ միքս է, տալիս են կառավարում, կամ տալիս են այս կամ այն կազմակերպությունը կառավարելու։ Հիմա գամ հին ժամանակներում Պետրոս դուք չեք պատկերացնում, միջև անգամ Նոյ անունը ֆիզիկական անձի վրա է եղել, որ ոչ մի ինքը գործունեություն չի ծավալել։ Դա էլ են դատարանով տարել։ Հիմա գիտեք ինչ կա, իշխանությունը փոխվավ, չուզեցա ես, որ դա վենդետայի նմանվի, ինչ որ չգիտեմ ինչեր անեն, որ այդ գործանը հետ գա, որտեվ ավելի առաջ ենք մտածել, բայց իրոք նպատակ ա եղել, որ մեզի սննկացնեն, նպատակ եղել։ Լսեք, այսօր այդ սրիկաները մի քանի պաշտոնյա կա, որոնք որ զանգում էին Հայ-Էկոնոմ բանկից, լսեք ուշադիր, պետականից բացի, մասնավորին ճնշում էին, որ բանկից դուրս գա բանկը տրակի։ Դա կարա պետական պաշտոնյա, դա ամենավերջի սրիկան է, ոնց կարա ուրիշ մասնավոր մարդը ստեղծել է, խոշորացել է, զանգում ասում են դուրս եկեք, որ պայթեցնեն այդ բանկը, տրակեցնեն, դա նորմալ է համարում։ Ու դրանք հիմա չգիտեմ ովքեր են։ Հիմա չենք ուզում խոսանք անհարմար է, վերջին հաշվով ընկել են այդ բաներով, քաղաքական կուսակցություններով սկսում են որտեղ ինչ ասես գրել։ Կայտարակություն է։
Նախ առաջին նորից եմ ասում, այն գիտելիքները, որը որ իմ համակարգի տնօրենները ունեն մեր ընտանիքի, ես ունեմ, թող գան մեզ հետ մրցեն, ինչի մասին է խոսքը։ Չես կարող գիտելիք չունենալ, տեխնիկական հնարավորություններ չունենալ գիտելիքի, վերլուծություն անել։ Լավ, վերջին հաշվով պետք է վիճակագրությունը վերլուծես, չէ՞, որպես մարդ, որ կարողանաս լուծումներ տաս։ Ես մարդկանց ճանաչում եմ, ես էլ լավ գիտեմ մենք ով ենք։ Բոլոր ժամանակներում միշտ դժվարություն է։ Այսօր մեզ համար ավելի դժվար է, քան նախկինում, եկել ասեմ ձեզ։ Որտեվ այս իշխանության հետ էլ ամեն ինչ միշտ նկատում են, լսեք, քանի բան կա ապահովագրական կառույց կա Հայաստանում։ Տասնյակ։ Բոլորը տասնյակ միլիարդների շրջանառություն ունեն։ Սիլ ինշուրանսն էլ ունի, չէ՞։ Այո, թե ոչ։ Նա էլ կարա, չէ՞, մրցույթի մասնակցի։ Կարա 100 մրցույթից 2-ը ինքը շահի։ Չի շահում։ Շահում է 1, 2, 3, բայց ոչ թե այդ 3-ը դառնում է արդեն ամեն օր դրանց մասին գրում են։ Դա խայտարակություն է, մաքսենք ուզածներն ինչա, լավ տրամաբանություն, գիտելիք, լավ բարոյականություն ունի մարդը, որ տեսնի համեմատի ասի այսքան տոկոս է կամ այնքան տոկոս է։ Դե ուզած այնա որ ներկայացնա որ այս իշխանությունը ունի իր օլիգարխը։ Լսեք, բայց խայտարակությունը հիմա մեկը չեն կարա այտենց։ Ձեզ բոլոր շենքերի վաճառքները վերագրում են ձեզ գնում։ 45-ած շենք են գրել ին վրա, որ ես բուհեր, չգիտեմ ինչ է։ Ու մեկ զարմանալի է, որ միջև անգամ ռեկտորի մակարդակել էին այտենց ինչ-որ հայտարարություններ արել, խայտարակություն։ Պարոն Սուքասյան, հնարավոր է որ քո կապիտալը լինի այլ երկրում, դու այլ երկրում դառնաս իշխանություն եւ այն երկիրը, որտեղ քո կապիտալն է, այդ երկրի հետ հավասարի եւ ազատ խոսաս եւ ձեռեք առնում մի վարքան։ Նախ առաջինը պետք է բարձենք ինչ երկիր է։ Ամենաազատ երկիրը չի, ասենց ասենք, բիզնեսի։ Ազատ երկրում էլ չի կարող, ոչ ամենաազատ երկրում առավել եւս չի կարող, դա խայտարակություն է, չի կարող այդպիսի բան լինել, որտեղ այդ երկիրը մի վարքյան հետո որոշումներ կկայացնի այդ ունեցած կապիտալի։ Հետո ես ձեզ մի բան ասեմ, ոչ մի կազմակերպություն գրագետ չի մոտենում խնդրին։ Նախ առաջինը ցանկացած կառույց, օրինակ շատ ժամանակ հարցնում էին որ բանկն ալավ, ասում է այն բանկը, որը որ վերադարձվելիության տոկոսը շատ ցածր է, որ չի վերադառնալու այս կամ այն գույքը, դա է ամենալավ բանկը։ Հիմա երբ որ ասում են այս կամ այն կազմակերպությունը, իհարկե կազմակերպություն կա, օրինակ միլիարդների շրջանառություն ունի, բայց միևնույն ժամանակ էլ միլիարդների վարկեր ունի։ Նա դեռ կարող ենք ուսումնասիրել ով ինչ վիճակում է, թե չէ։ Նույնը Հայաստանում։ Իհարկե վարկը շատ լավ բան է, վարկով զարգանում ես, բայց վերջին հաշվով մարդու կապիտալը պետք է նայես, տեսակարար կշիռով է, ինչքան վարկ ունի, ինչքան կապիտալ ունի։ Հիմա ես ինչի եմ շատ գովաբանում Հայաստանի Հանրապետությունում, անշարժ գույքը, կապիտալը 100%-ով բարձրացավ։ Եթե 100%-ով բարձրացավ, մնացած բոլոր եւ սեփական բնակարան ունեցող մարդկանց ունեցվածքը բարձրացավ եւ մասնավոր սեկտորում արտադրական հզորություններ ունեցող, արտադրություններ ունեցող մարդիկ իրանց ունեցվածքը 100%-ով բարձրացավ։ Իրանց իրացվելիությունը մեծացավ։ Իրանք կարողացան դիմել ավելի բարձր վարկեր վերցնելու։ Այնպես որ եթե ուզում ես տնտեսությունը գնահատես, պետք է նայես ինչքան պարտավորություն ունի, ինչքան շրջանառություն ունի, կապիտալի ինչ արժի։ Ստեղ մի հատ հետաքրքիր հակաթեզ կա ձեր ասացին։ Ասում են այնա կարա նստի եւ այդ պետության ղեկավարին մերժի, որ գիտեք ինչի։ Դե լավ է, դա հիմա ինչ ուզում եք ծիծաղենք, թե ինչ անենք։ Ուժեղ մարդ է։ Լավ էլի բան է, նկատի ունեմ այս հասարակությունը մեղք է, եկեք լուրջ բաներից խոսենք, նա թիվել եմ հանել, ուզում եք ձեզ ասեմ։ 5-6 ոլորտ հանել եմ, եթե ուզում ես ներդրում անես բոլոր ոլորտների վրա 1000 աշխատատեղի համար։ Առաջինը վերցնենք տեքստիլը, որը շատ հարմար է Հայաստանի համար։ Տեքստիլի դեպքում տարածքը մի անձ աշխատելու համար 4-ից 6 քառակուսի մետր է։ Եթե ես 1000 մարդ ուզենամ ներգրավել, 6000 քառակուսի կամ 5000, ճիշտ է։ 6-ից 12 ամիս է, եթե բերեմ այդ ամբողջ սարքավորումները տեղադրեմ մարդկանց սովորացնեմ։ Ներդրումները կլինի 3.5 միլիոն դոլար։ Ամսական ծախսերը կլինի 800,000-ից 1 միլիոն դոլար։ Եկամտաբերությունը կլինի 15-ից 20% Հայաստանի պայմաններում։ Վերադարձի ժամկետը կլինի 5 տարի։ Ծանր արդյունաբերություն տարածքը մինչև 40 մետր քառակուսի։ Ժամկետը 2-ից 4 տարի, երբ որ բերես բոլոր սարքավորումները տեղադրես, կոմունիկացիաները, ենթակառուցվածքները ստեղծես։ Ներդրումը մինչև 40 միլիոն դոլար, 1000 աշխատատեղի համար։ Ամսական ծախսը 3-ից 8 միլիոն դոլար։ Եկամտաբերությունը 8-ից 15%։ Վերադարձի ժամկետը 7-ից 12 տարի։ Ամենահարմարներից մեկը կոշիկի արտադրությունն է Հայաստանի համար, 3-ից 5 տարի է, մինչև 12 միլիոն դոլար ես դնում, 8-ից 14 ամսում բոլոր սարքավորումները կարող ես բերել։ Ջերմոցները նույնպես գրել են, որը լավագույններից մեկն է Հայաստանի համար։ Նորից 5-ից 7 տարի է վերադարձվելիությունը։
մոտավորապես եթե ուզենաս 100 հեկտար ջերմուզ դնես, քեզ $200 միլիոն ապի։ Եվ երբ որ դուք ասում եք 300,000 աշխատատեղ, պարոն Պետրոս, 300,000 աշխատատեղի համար մի քանի միլիոն քառակուսի մետր տարածքապետ, որ դու բազմաճյուղ արտադրանք ունենաս։ Բայց մենք ինչ ենք արել, այս իշխանությունը ինչ խելոք քայլ է կատարել։ Ինչ կա Հայաստանում, կապ չունի, մեկը կարող է սարերից թեյ հավաքում։ Բոլորին ասել է, մենք կարող ենք ձեզ սուբսիդավորել, եթե դուք ձեր ծավալները մեծացնեք։ Այդ նշանակում է հազարավոր ճյուղեր սկսել են զարգանալ, որտեղ տեսնում են արդեն որոշակի աճ կա, նորից պետությունը ասում է, ես ձեզ կօգնեմ։ Նույնը ջերմոցները։ Հիմա եթե ջերմոցները հայեմատեմ Հոլանդիայի հետ, չնայած հոլանդացիները մենակ իրանց երկրում չեն, մենք Հոլանդիայից ավելի լավ պայմաններ ունենք, արևով, հողով, ջրով, ճիշտ է։ Հիմա հոլանդացիների բյուջեի մեջ 135 միլիարդի գյուղմթեր կա, բայց դրա մեծ մասը իրանք դրսից են բերում, որոշակի աշխատանք են կատարում, հավելյալ արժեք են ավելացնում, փաթեթավորում են, վաճառում են աշխարհի տարբեր երկրներին։ Հիմա Հայաստանը կարա առաջիկա տարիներին այս 20 միլիարդը կա, եւս 20 միլիարդ ներգրավի գյուղատնտեսության բնագավառի, բայց միանգամից չի կարա, ինքը տարիներապետ, որ այդ մարսի կարողանա դա զարգացնի, որպեսզի կորուստներ չունենա, որպեսզի մրցունակ լինի, որպեսզի շուկաներ փնտրի, որպեսզի լոգիստիկան ավելի լավացնի։ Պարոն Սարգսյան, մի հատ կարևոր փաստ բաց թողեցիք։ Ասեք։ Մեր ընդդիմությունը ասում է, այդ փողերը Չինաստանում դրած են։ Եվ իրանք Չինաստանից կբերեն, ընդ որում մի ընդդիմություն չի ասում, գրեթե բոլորն են ասում։ Գնում են Չինաստան, Չինաստանից վերցնում են այդ միլիարդները, բերում են դրում։ Հասարակությունը մեղ կամեր, չի կարելի տենց էմոցիոնալ անհասկանալի բաներ ասել։ Ես ձեզ ասեցի, ինչ որ պրոֆեսիոնալ կառույցները մեզ ներկայացրել են, ասեցի այն տարիները, որոնք որ պետք են դա կայացնելու համար։ Իհարկե հնարավոր է որոշակի խնդիրներ առել, որտեղ էներգայում պես կա հնարավոր է էներգակիրների գին բարձրանալ, նկատնում ամեն ինչ հարթ չի, բայց այն կառույցները, որոնք որ վերջի 10 տարում, 15 տարում, 20 տարում որոշակի դրսևորվել են շուկաներում, կարողանում են արտահանել, կարողանում են հասույթ ապահովել, կարողանում են աշխատավարձ ապահովել, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, էկոնոմիկայի նախարարությունը, մնացած գերատեսչությունները այդ կարգի կառույցներին ուսումնասիրում են, աջակցություն են ցույց տալի, նրանք իրենց ծավալները ավելի են չինական միլիարդները միֆ են։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, այսօր արդեն աշխարհը արագ է փոխվում, միջև անգամ այդ չինական, որ ասում են, ես հասկանում եմ, այդտեղ որոշակի շեղում կա, որովհետև իհարկե Չինաստանը բավականին շատ տեխնոլոգիաներ ունի։ Իհարկե հնարավոր է մենք Չինաստանին ասենք, եկեք Հայաստանը, որտեղ հնարավոր է Հայաստանը որպես Եվրոպայի մաս կազմող կամ Եվրոպայի եւ Ասիայի հատվածում, բայց այդ դուք պատկերացնում եք ինչ ծրագրերի մասին, ինչու միայն Չինաստան, ես պետք է բազմա տարբեր երկրների հետ աշխատեմ, պետք է դիվերսիֆիկացնեմ, որ ավելի կայուն տնտեսություն ունենամ։ Պարոն Սարգսյան, ո՞նց է լինում, որ դուք եք բերում բենզին Ադրբեջանից։ Մենք ով։ Ձեր կամպանիաները։ Մենակ նախ առաջին այդտեղ շատ վատ բան է եղել։ Միայն այդ կազմակերպությունը չի բերել մեր ընտանիքի, այլ կազմակերպություն նույնպես։ Միայն քաղաքականացնելով գրվել էր միայն մեր անունի նկարներ դրվում։ Հիմա ատեղ էլ մի հատ խայտարակ բան կա։ Տնտեսական ընտանիքի զավակը վերակենում ասում $100,000 կգնա զենքի հետ։ Նշանակում է այստեղ թշնամական, որ սա քաղաքական էլ չի, որտեղ վերջին հաշվով $80 միլիոն մնալու է Հայաստանում, եթե ծավալի 80%-ը վերցնեն։ Ու այդ գումարը մնալու է Հայաստանի Հանրապետությունում այլ ճյուղերում է ծախսել, որտեղ լոգիստիկան ավելի էժան է նստում, որովհետև ավելի էժան է նստում, քան այլ երկրներից ներմուծելը։ Հիմա էլ լավ գիտեք, ամբողջ աշխարհը խառնվել է իրար էներգակիրների, նավթի, բավականին բարդ է։ Հարևան ունենաս, հարևանից օգտվես, տնտեսությունը զարգացնես, շատ դրական բան է։ Օրինակ նայեք, ես վերջերս մի բան էր կատարվել Հայաստանում, որին ես դեմ եմ։ Ուզում եմ եսի միտք ասեմ, բայց ուրիշ մարդ ուրիշ միտք ունի։ Նայեք, արմատուրաների հետ կապված, չէ, Հայաստանում մի քանի գործարան կա։ Պարսկաստանում արժեզրկվում է իրենց ազգային դրամը։ Արժեզրկման դեպքում սկսում է ցանկացած ապրանք Պարսկաստանում ինչ որ մի փուլ էժան լինել, որտեղ արժեզրկվելա դու էլ փոխանցել ես, հա, կոնվերտացիա ես արել։ Եվ կարողանում ես էժան հայթաթե բերես, հա, այդ երկաթը արմատուրան։ Ընդհանրապես տնտեսությունը տրամաբանություն ունի։ Դու պետքա բերես, որովհետև շինարարությունը միակն է, որը որ շատ երկար շղթա մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովում։ Պատառաքաղից բռնած ձեռք են բերում, տնտեսությունը սկսում է աշխատել։ Հիմա ասում են 60 մարդ է կամ 50 մարդ է աշխատում այդ գործանում։ Բերում են օրենքը փոխում են, որպեսզի այդ 50-60 գործ աշխատի։ Ես դրանից հետո հարց եմ տալիս, ասում եմ, իսկ կներեք 5000 դրամ քառակուսի մետրը ինչքան են բանակցում, որ իջեցնեն բնակարանը, ասում եմ շատ։ Բաստում 5000 դրամ հնարավոր է այդ արմատուրա, եթե կարկասն են քաշում։ Մի մարդ էլ որ խոսասի, բայց կներեք, ինձ ինտեղ շղթայում հազարավոր մարդկանց եմ ես օգնելու։ Շղթայում ես
հազարավոր բնակարաններ եմ ունենալու, որովհետև եթե ես ասել էի հանեք 5000, 10000, 20000 դրամ, եթե նվազի ինքնարժեքը, վաճառքի ինչքանով կավելան, ինչքան նոր մարդ ի հայտ կգա, որին ձեռ կտա այդ գումարով ձեռքերի քառակուսի մետրը։ Բիզնեսը չի զարգանա առանց խաղաղության։ Ընդդիմությունը ասում է, այս իշխանությունը, եթե հաղթեց, կլինի պատերազմ, որովհետև Ալիևը սպասում է, որ հաղթի, որ գա իր ուզածը վերցնի։ Նայեք, այնքան ցնդաբանություն ենք լսում։ Մեղ կա մեր ժողովուրդը, էս էմոցիոնալ տենց հորինված բաներ են ասում։ Մարդիկ արդեն գրագետ են, խելացի են, սոցիալական մեդիաներում բավականին շատ մարդիկ ֆիզիկական անձերն են ի հայտ գալիս, մասնագետներն են ի հայտ գալիս, հիմնավորումներ են տալիս այդ կարգի սխալ մտքերին, ունես որ չեմ կարծում, որ դրանք աշխատող են լինելու։ Իսկ ո՞նց է վերաբերվում այն թեզին, որ արժանապատիվ խաղաղություն կբերի ընդդիմությունը։ Նայեք, քաղաքականությունը ինքներդ լավ տեսակ ինչ է կատարվում աշխարհում։ Եթե որոշակի խորաթափանց չես լինում, հնարավոր է շատ մեծ կորուստներ ունենաս։ Աշխարհը այլ ձևով է շարժվում առաջ։ Եվ ես ուզում եմ իմ ողջունի խոսքն ասել, որ այսօրվա իշխանությունները վերջի 4-5 տարում բավականին լուրջ, բավականին, այսպես ասած, խորաթափանց, բավականին հանգիստ, բավականին գիտակից տարան առաջ եւ բավականին մեծ հաջողություններ ունեն գրանցած, դուք ինքներդ եք տեսնում եւ աշխարհը սկսել է այլ ձևով մեզ վերաբերվել։ Մի բան կա, գիտակցություն պետք է ունենան։ Նախկինում որ երկրի հետ շփվում էին, նրանք ասում էին դուք մտել եք այլ երկրի տարածք, պետք է այդտեղ այդ խնդիրը լուծեք։ Տարբեր ձևով, մեկը ժպտալով էր ասում, մեկը գրկելով էր ասում, մեկը ջղային դեմքով էր ասում, բայց բոլորը նույն բանն էին կրկնում։ Բայց դա պետք է հասնել, չէ՞ մեր ուղին, մենք պետք է հասարակությանը բացատրենք, որ մենք խնդիրներ ունենք։ Իհարկե այդ կարգի խնդիր ունենալու դեպքում ոչ կարող ես արագ տնտեսություն զարգացնել, ոչ կարող ես կայուն մնալ, հետո դա լավագույն գործիքներ, որով կարան իշխանությունը ավելի երկարաձգեն մնան իշխանության։ Հիմա կա խաղաղություն։ Իհարկե կա, դուք ինքներդ եք տեսնում, որ խաղաղությունը կա, ինքներդ տեսնում եք շատ լավ հարաբերություններ կա, ինքներդ տեսնում եք, որ ապագայում առավել լավ է լինելու, ինքներդ տեսնում եք, որ ապագայում Հայաստանն Դա Հայաստանի զիջումների հաշվին չի։ Ոչ, Հայաստանի Հանրապետության քարտեզը, Հայաստանի Հանրապետության վարչապետը ամեն օր մանա տալիս, ասում է, «Էս է Հայաստանի Հանրապետությունը»։ Դե եկեք բոլորով զարգացնենք։ Նոր ես Սփյուռքի օրինակը բերեցի։ Բայց պարոն Սարգսյան, Սփյուռքը ունի իր առանձնահատկությունը։ Մենք պետք է հարգենք իրանց առանձնահատկությունը, բայց կա Հայաստանի Հանրապետություն, կա պետություն։ Պետությունը պետություն կա։ Պետությունը պետք է խիստ օրենքներ ունենա, պետությունը պետք է, նայեք, շատ ժամանակ ասում ենք բիզնես մտածելակերպ ու պետական մարմինները իհարկե պետք է բիզնես մտածելակերպը լավ պատկերացնեն, բայց պետական մարմինները, պետական մտածելակերպը բիզնեսից տարբերվում է։ Բայց պետականը պետք է ամեն ինչ անի, որ բիզնեսը կարողանա շատ գեներացնի։ Ուզում եմ ասեմ, պետությունը դա պետություն է։ Մենք չենք ունեցել պետություն, սովետական համակարգ ա եղել, հետո դրանից հետո որոշակի խեղաթյուրված ա եղել, դրանից հետո լավ գիտեք, որ անօրեն շատ բաներ ա եղել։ Հիմա նոր պետություն ենք ստեղծում, պետության հիմքերը պետք է խիստ լինի, պետական մարմինները պետք է խիստ լինեն, պետական մարմինները պետք է հաշվետու լինեն։ Սա է, այլ ձև չկա, ու Հայաստանը հզոր պետություն ա դառնալու, ու դառնում ա, Հայաստանը շատ լավ բարեկեցությունը կամաց բարձրացնելու ա, քաղաքացիների բոլորի խնդիրը լուծվելու է, որտեղ աշխատանք առաջարկվելու, իհարկե կան ամբողջ աշխարհում էլ կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատեն, բոլորին քննադատում են, բոլորին անուններ են կպցնում, իրանք էլ չեն աշխատում։ Սա էլ պետք է հասարակությունը ասի, որ գիտեք ինչ կա, աշխատանք կա, գնացեք աշխատանք կատարեք։ Եվ վերջին հարցը կապված բանկերից, քանի որ դուք բանկերով սկսեցիք, ընդդիմադիրները այլ ցուցանիշ են բերում բանկերի, որ մեր քաղաքացիները կքված են վարկերի տակ, եւ պետք է գան այդ հարցը լուծեն։ Պարոն Ղազարյան, ես ձեզ ցույց եմ տալիս մեր վարկային եւ ավանդները։ Ուրեմն լսեք, ավանդները, խնայողությունները 200 միլիարդով է տարբերվում։ 7 տրիլիոն 500 միլիարդի չափով ավանդն է։ Լսում եք, տրամադրված վարկերը 7.586 է։ Դրանից 7.335 էլ ավանդներն է։ 200 միլիարդով է տարբերվում։ Ձեռ են առնում, բայց այդ խնայողությունները որտեղից 20 միլիարդ դոլար խնայողություն կա։ Իհարկե ֆիզիկական եւ իրավաբանական անձերի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։